սկսել են 40 տարի առաջ։ Մենք ուզում ենք այսօր սկսենք, վաղը ավարտենք։ Այս վերջերս հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Գործարար աշխատաժողովի ժամանակ իմիջիալոց, չգիտեմ, մեր գործընկերների տպավորությունները ինչպիսին են, բայց այն շատ ավելի հաջողված էր, քան ես ի սկզբանե ակնկալում էի, բայց այսպիսի մի հետաքրքիր դրվագ կար, շատ է խոսվում կառավարության եւ ընդհանրապես պետական մարմինների դանդաղության մասին, բայց նաեւ իմ հետազոտությունը այն է, որ աշխարհի բոլոր կառավարություններն են դանդաղ, այսինքն կառավարության գործառույթներից մեկն է դանդաղ լինելը, իհարկե շատ կարևոր է, որ դանդաղության մեջ մենք լինենք արագ, բայց ինքը կառավարությունը դանդաղ մարմին է, որովհետև կառավարությունը մարմինն է, որ պարտավոր է 7 չափի 1 կտրի, հələ 8-9 չափի 1 կտրի։ Ուրիշ բան եղավ, ես մի ընկերության, որ հարգելի գործընկերոջ, որ բարձրացնում էր այս հարցը, ասացի, կներեք, իսկ ձեր ընկերությունը ինչ պլանավորում ունի, այսինքն դուք ձեր գործունեությունը ինչ ժամկետի համար եք պլանավորում, ինքը ասեց 6 ամսից մի տարի, ասեց թե 5 տարի, 6 ամսից մի տարի, հա, ասեց դե մեր պլանները 6 ամսից մի տարի է, ասացի, էդ է պատճառը, որ դուք ասում եք դանդաղ է, որովհետև դուք մենք բոլորս, մենք նույն ձևի մտածող մարդիկ ենք, չէ՞, նույն մեկը կյանքը մեկին բերել է կառավարություն, մյուսին տարել է բիզնես, բայց նույն մարդիկ ենք։ Մենք ուզում ենք այսօր պլանավորենք 6 ամսվա պլան, այսօր ընդունում ենք, որ 6 ամսից պետք է իրականացնենք եւ տանում ենք կառավարությանը համանքին ասում ենք դե շուտ արեք, 3 օրում, 4 օրում տեն չի լինելու, ընթացակարգ կա։ Այսինքն, որպեսզի մենք ժամանակին անենք, դա պետք է պլանավորվի ոչ թե մի շաբաթ առաջ, այլ պետք է պլանավորվի 2 տարի առաջ, որովհետև իրենք գալիս են կառավարության ընթացակարգերում, կառավարական կամ համայնքի ընթացակարգերի մեջ եմ մտնում, դե ասում եմ ուշանում եմ քշի, բայց ասում ես մի րոպե եղբայր, սա տաքսի չէ, էլի, սա ավտոբուս է, որովհետև ավտոբուսը ունի իր երթուղին, ավտոբուսը ունի իր արագության ստանդարտը, ավտոբուսը ունի իր անվտանգության յուրահատուկ կանոնները, ավտոբուսը ունի կանգառներ, ինքը ամեն կանգառում պետք է կանգնի։ Հնարավոր չի բարձրանալ ավտոբուս եւ ակնկալել, որ տաքսի կամ այլ ավելի արագ տրանսպորտային միջոցի բանով տեմպով մենք կարող ենք առաջ գնալ։ Ուրիշ բան, ավտոբուսը պետք է արագ լինի, բայց ավտոբուսը կարող լինի արագ լինի ավտոբուսի ստանդարտով։ Մենք չենք կարող ավտոբուս նստենք, ասենք ուզում ենք, որ տաքսո արագությամբ քշես։ Չի լինի տենց, եթե մենք տաքսո արագությամբ քշենք, ուրիշ քաղաքացիներ, որը պետք է կանգառներում իջնեին, կսկսեն պատուհաններից թռնել կամ առնվազն միջադեպեր կլինեն ավտոբուսի վարորդի հետ։ Այսինքն մեր իրականության մեջ ես անընդհատ բախվում եմ դրան։ Ես անընդհատ ավելի խորանում իմ համոզմունքը, որ այս տրամաբանությունն է, որ մենք ավտոբուս ենք նստում, ուզում ենք տաքսո արագությամբ շարժվենք։ Եվ սա պետության էլի ոնց գալիս եմ, ոնց մտածում եմ պետության եւ ապա պետության միջև այդ ճեղքում է ամեն ինչը, որ մենք չենք կարողանում տենց էլ այդ ճեղքը լցնել այնուամենայնիվ արձանագրելով, որ պետությունը ուրիշ մարմին է, ինքը այլ կերպ է գործում, այլ տրամաբանությամբ է աշխատում։ Էլի եմ ասում, ամենևին չժխտելով եւ ավելին գծելով պետության մարմինների էֆեկտիվության, արագության, բայց էլի եմ ասում, ինքը կարա արագ լինի ավտոբուսի արագության ստանդարտով, ավտոբուսի արագության ստանդարտով, որովհետեւ ինքը հանրային ծառայություն է, հանրային ծառայություններ է մատուցում։ Հնարավոր չէ ծառայությունը մատուցել մեկին ի հեճուկս մյուսի շահերի, եւ այստեղ շահերը երբեմն ոչ թե երբեմն պետք է հավասարակշռված լինեն, եւ սա շատ կարեւոր տրամաբանություն է։ Բայց վերադառնալով էլի մեր իրականության մեջ այսպիսի բան կա, մի անգամ ես դա հրապարակային նույնիսկ ասացի, բերել օրինակներ, ասենք նույնիսկ մեր բանում, մեր քննարկումների ժամանակ հնչում է սենց, Էստոնիայում սենց է, Էստոնիայում նենց է, եւ երկր էլ չեմ ասում, առիթ ունեցել եմ ասելու,
Դե Հայաստանում մենք բոլորս մեր 95%-ը Իսրայելի հարցով փորձագետ է, Իսրայելի ու Սինգապուրի։ Ինչ խոսում ես, մեկ է հազարավոր մեկնաբանություններ, Սինգապուրում սենց է, Իսրայելում նենց է, բանում ժողովուրդ մենք էս կներեք այս խոսույթներն էլ նշանակում են էլի մեր բանը, մեր վերաբերմունքի անլրջությունը, որովհետև հատկապես պաշտոնական քննարկումների ժամանակ, եթե որևէ մեկը որևէ երկրի, որևէ օրինակի անուն տալիս է, ինքը պետք է գոնե նվազագույն փորձագիտական գիտելիքներ ունենա, թե ինչի մասին է խոսում։ Մեր իրականության մեծագույն խնդիրներ, եւ ել եմ ասում, ընդ որ ես խոսում եմ մեր իրականության խնդիրների մասին, ստեղ ամենամեծ գայթակղությունն է նա, որ տպավորություն ստեղծվի, թե ես խոսում եմ ուրիշների մասին։ Ոչ, ես խոսում եմ առաջին հերթին իմ մասին, որովհետեւ ես այս հանրության մի մասն եմ եւ մենք բոլորս մեր հանրության մի մասն ենք։ Բայց մենք պետք է ինքնահայեցում անենք, ասենք չի կարելի սենց, մեկ էլ բանի լուրերով ասենք մի հատ կամ բանում Facebook-ում կամ YouTube-ում մի հատ reel ենք նայում, բան տենց ու հաջորդ օրը չենք համբերում, որ օրը լուսանա եւ երբ ենք միկրոֆոն գտնելու, ասել որ գիտեք բանում Դանիայում սենց է։ Չի կարելի տենց անել։ Չի կարելի տենց անել։ Որտեւ հիմա ասենք ես այնքան Հայաստանում Էստոնիայի մասին այնքան բան եմ լսել, Էստոնիայի թվայնացման, Էստոնիայում հանրային կառավարման եւ այլն, ինչ գնացել եմ այնտեղ տեսել, 90%-ը կապ չունի այն ինչի օրինակը բերում են։ Էստոնիայում թվայնացում սենց է, ասում եմ, Էստոնիայում 2002 թվականից բանը ID քարտը պարտադիր է։ Եվ ես հարց եմ տվել, ասել եմ լավ, ո՞րն է գաղտնիքը, ժողովուրդ ջան, ասեք, ո՞րն է գաղտնիքը, որ դուք առաջատար երկիրն եք թվայնացման բնագավառում։ Եվ հնչել եմ հստակ ես, ինձ թվում էր, թե հեսա կասեն կմեջբերեն էստոնացի ժողովրդի առանձնահատկություններ, որը իհարկե կա, չի կարա, ամեն երկիր ունի իր, բայց ստացել եմ շատ պարզ պատասխան։ Մենք 2002 թվից ID քարտը դարձրել ենք պարտադիր բոլորի համար։ Այո, բոլորի համար, բայց բոլորի համար։ Այո, բոլորի համար, բայց իսկականից բոլորի համար։ Այո, իսկականից բոլոր նշանակում է բոլոր, այսինքն հիմա պատուհանից ում որ ցույց տանք իրանց համար էլա պարտադիր։ Այո, բոլոր նշանակում է բոլոր։ Մեր մոտ բոլորը գիտեք ինչ նշանակում։ Եկեք գնանք ցանկացած որոշում նայենք, ցանկացած օրենք նայենք։ Բոլոր նշանակում է, բացի սրանից, պարտադիր է բոլորի համար, բայց բացի ունենք եւս 47 կատեգորիա, որը բոլորի մեջ չի մտնում, ինչու ու բոլորը լեգիտիմ, նայես, հա ոնց կարելի է, դե ամոթ չի, օրենքը ամոթ չի, մարդկանց վրա տարածես, բայց բոլորի համար, բայց օրենքի գերակայությունը, օրենքի իշխանությունը, թափանցիկությունը բոլորի համար, բոլորը պետքա լինեն թափանցիկ, իհարկե բոլորը պետքա լինեն, բայց 87 կատեգորիա կա, որ եկեք պետք չի, իրանք լինեն թափանցիկ, որտեւ իրանք մեկա ցույց տալու բան չունեն։ Եթե մեկը ցույց տալու բան չունի, ինչի լինի թափանցիկ։ Հին պարզվում է, որ տենց գնում ենք, պարզվում է Հայաստանում 4-5 հոգի կա, որ բան ունի ցույց տալու, մնացած բոլորը դե խի պետք է բան ցույց տան, լավ 14, լավ 100, ասենք այս սենյակում նստածները եւ 1-2 ուրիշ սենյակում վերջ, պարտադիր, բայց պարտադիր է բոլորի համար։ Բայց ընդ մի հատ անցումային դրույթ կա, որ դե 1200 տող կատեգորիայի համար դա չի վերաբերվում նենց ամեն ինչը։ Սենց պետություն չենք դառնա սենց մենք։ Չենք դառնա ու դրա համար էլ չենք դառնում։ Ամեն ինչը։ Մեր մոտ ամեն ինչը պարտադիր, ընդ որում ամեն ինչի մեջ կա։ Քրեական օրենսգրքում գրած չի մեկական կատեգորիաներ, որ դա իրան չի վերաբերվում։
քրեական դատավարության օրենսգրքում, քաղաքացիական երթևեկության կանոնների մեջ երթևեկության կանոնը վերաբերվում է նրան, ով կռուտոյ չի։ Էդ էլ նայած, մարդ կա, որ արագության խախտման կռուտոյ է, բայց լուսացույցի տակ կանգնելու դեպքում կռուտոյ չի։ Եվ այդպես շարունակ։ Դրա համար է օրենքի նկատմամբ մեր երկրում էս է վերաբերմունքը, որովհետև դե թե օրենք ստիպված ես, ուրեմն ինչքան այս կյանքում չունես բան արած, վաստակած, որ ստիպված ես օրենքով ապրել էլի։ Ոնց այս կյանքում բայց դպրոց, մանկապարտեզ, բու, աշխատավարձ, վերջը քուչա կա, վերջը բան կա, ծնունդ կա, այդքան չունես քո կյանքում արած, որ բան ունենաս, բացառություններ ունենաս։ Ոստեղ պրոբլեմը ես բանից գրում եմ, ես Էստոնիայից գրառում եմ անում, Տալինից, նայում եմ ասում եմ, ոնց կարա էլի քաղաքը սենց բան լինի։ Հլա նենց բան էի գրել, այդ խեղճ էստոնացիք արդարանում էին, ասում են դե գիտես գարունա բանա, երևի տեսել էին գրառումները, որ ասում են դե գարունա բան, տենց մի քիչ լավ է մաքրած էլի, նկատում են այնքան վատ էին զգում, որ ես տենց ուժեղ տպավորության տակ եմ մնացել, թե ոնց կարա քաղաքը այսքան մաքուր լինի, պատկերացրիք, չէ, ասում են դե գարունա բանա, հիմա մի քիչ շատ է մաքրված էլի, դե տենց մեր ամառ աշնան այսքան մաքուր չի լինի, ասենք մարդիկ նեղվել էին, որ ես մարդ հայկե ուրիշ երկրից եւ տենց տպավորվել է։ Մեր արձագանքը, ինչ եմ գրում, ասում եմ, քաղաքը սենց մաքուր կարա լինի այն դեպքում, եթե մաքրողը երբ որ մաքրում է, հետևից կեղտոտողի պակաս կա։ Այսինքն հետևից կեղտոտողի պակաս կա։ Այսինքն մաքրելուց հետո քիչ են մարդիկ կամ չկան, որ ծխում գցում են, բան ուտում գցում են, խմում գցում են, ուղակի գցում են։ Ասում եմ, էստոնացիք վատ են զգացել, ասում են, գարնանային աշխատանքներ են արված, տենց համընկել է։ Մեր արձագանքը քաղաքապետը, նախարարը, վարչության պետը, բանը, այն ժեկի պետը, այն ժողովուրդ ինչքան կարելի է, վայ այսօր չեմ բերե բանի, Մեսրոպ Մաշտոցի այդ առակացի առաջին, ինչքան կարելի է սենց բան անել, պտտվել անընդհատ կողքով շրջանցել իրականությունը։ Ես չեմ ասում Հայաստանի պաշտոնյաները լավն են, ես ասում եմ քաղաքը կարա մաքուր լինի, մենակ այն պարագայում, երբ որ մաքրելուց հետո շպրտողները, աղբը թափողները եւ ծխել գցողները քիչ են։ Չէ, բարձ բան եմ անում։ Կարանք էքսպերիմենտ անենք, հիմա գնամ գրառում անեմ, բացենք տենենք տակը ինչ է գրած։ Քաղաքապետը, վարչապետը, նախարարը, ժողովուրդ ինչ կապ ունի։ Ես եմ մեղավոր, որ մենք ծխում գցում ենք, ես 2004 թվականից չեմ ծխում։ Կներեք, սենց էլի կես ժամանոց սեղում արի, բայց դե այն, որ ասում են, այսքանից հետո համեցեք վարան։ Պարոն վարչապետ, եթե թույլ կտաք երկու դիտարկում անեմ, առաջինը, երբ որ մենք այս ռեֆորմը պլանավորում ենք, մենք իհարկե գիտենք, որ խնդիրներ լինելու եւ շտկումների կարիք է լինելու, դրա համար ենք այս ռեֆորմը պլանավորել փուլային ներդրմամբ, որովհետեւ ամեն փուլում ենթադրում ենք, որ կլինեն խնդիրներ, կլուծենք այդ խնդիրները եւ հետո ավելի կընդլայնենք հայտարարությունների շրջանակը, մինչեւ որ բոլոր քաղաքացիները ի վերջո կներկայացնեն հայտարարագիր։ Բացառություններ չմոռանաք հանկարծ, որ Այո, եւ երկրորդ հարցը, որ ուզում եի ասեի, հավելյալ հարկերի գեներացման հետ կապված, ես կարծում եմ, որ բնական է, որ պետք է հավելյալ հարկեր լիներ, ինչի, որովհետեւ մեր հարկային օրենսգրքով եկամուտների հայտարարագրում կա շատ վաղուց։ Ուղղակի մենք չունենք պլատֆորմ,
մենք չունեինք գործիք, որով այն մարդիկ, ովքեր պետք է հայտարարագրեին եւ վճարեին իրենց հարկերը, որպեսզի դա կարողանային մատչելի ձևով իրականացնեին։ Եվ սա է պատճառը, որ այդ մարդիկ ուղղակի մինչև այս պահը չեն կարողացել այդ հարկերը պատշաճ ձևով վճարել։ Կարելի է ուրիշ ձև ասել, այդ մարդիկ սպասում էին այն օրվան, երբ որ մենք այս համակարգը կներդնենք եւ կկարողանան այդ հարկերը։ Բայց շուտ ասեք, այսքան ճառը չասեի, պարոն Հովհաննիսյան։ Շատ լավ։ Հիմա հնարավորություն, էդ էլ իհարկե առնվազն իհարկե որոշակի չափով ճշմարտություն է, որովհետև հնարավորությունն էլ չի եղել, բայց ամեն դեպքում։ Շատ լավ, խնդրեմ այլ դիտարկումներ, համեցեք։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ես կցանկանայի թեմայի առնչությամբ ներկայացնել նույնականացման քարտերի մասով մեր ունեցած առկա իրավիճակը։ Ասեմ, որ այս պահի դրությամբ արդեն ապրիլի 30-ը ներառյալ կարելի է հաշվարկել, մենք ստացել ենք 96900 դիմում նույնականացման քարտ տրամադրելու հետ կապված եւ արդեն իսկ տպագրված է 81900 նույնականացման քարտ։ Բայց պիտի նաև փաստեմ, որ սրանք ընդամենը դեռևս մուտք եղած դիմումներն են։ Մենք ունենք նաև հերթագրման համակարգում դեռևս սպասող քաղաքացիներ, որոնք որ դեռևս չեն ներկայացրել դիմումները, որպեսզի կարողանանք տպագրության process-ն իրականացնել։ Եվ ըստ այդմ Երևանում եւ մարզերում ընդհանուր հաշվարկով եւս 54261 անձ սպասում է իր հերթին, որպեսզի կարողանա մոտենալ անձնագրային համապատասխան ստորաբաժանում եւ դիմում ներկայացնել նույնականացման քարտ ստանալու հետ կապված։ Եթե ընդհանուր հանրագումարով նայենք, ստացվում է, որ շուրջ 151,000 անձ ըստ էության կամ արդեն իսկ ստացել է գերակշիռ մասը ստացել է նույնականացման քարտ կամ սպասում է իր հերթին, որպեսզի կարողանանք քարտերի տպագրությունն իրականացնել։ Պարոն վարչապետ, ձեր նախորդիվ հնչեցած մտքերի կոնտեքստում ես ուզում եմ հատուկ ընդգծել նաև այն հանգամանքը, որ մենք ունենք այնպիսի համակարգ, որը որ տարիներ շարունակ չի ենթարկվել անհրաժեշտ եւ բավարար ներդրումների, որպեսզի կարողանա յուրաքանչյուր ռեֆորմ ճշգրիտ ժամանակահատվածում եւ թողունակությամբ կարողանա սպասարկել։ Ըստ այդմ նաեւ ձեզ հետ ունեցած քննարկումների կոնտեքստում մենք նախաձեռնել ենք մի շարք լուծումներ, որոնք որ մեզ թույլ կտային թողունակությունն ավելի ընդլայնել նույնականացման քարտերի տպագրության եւ կարողանայինք ավելի մեծ ծավալ սպասարկել մեր քաղաքացիներին։ Եթե այսօրվա կտրվածքով նայենք, օրական շուրջ 1000 նույնականացման քարտի սպասարկում կարող ենք ունենալ, բայց այս թիվը արդեն իսկ ենթակա է լինելու կրկնապատկման, որովհետեւ մենք ձեռք ենք բերել երկու նոր տպագրական սարքերի համար նախատեսված լազերային համակարգ, որը թույլ կտա ավելի արագ տպագրություն իրականացնել նույնականացման քարտերի եւ ըստ այդմ թողունակությունն ավելի մեծացնել այս տեսանկյունից։ Բացի այդ, ասեմ, որ մենք, եթե նայում ենք հետ հայաց գցելով մեր ունեցած վիճակագրությանը, 2023 թվականին ընդամենը տրամադրել ենք շուրջ 64000 նույնականացման քարտ։ 2024 թվականին արդեն հաշվի առնելով պարոն Հովհաննիսյանի նշած առաջին փուլը հայտարարագրման ֆորմատով 161000 անձ նույնականացման քարտ 2024 թվականի կտրվածքով է ստացել, եւ եթե միայն մենք այս պայծրությամբ մեր վիճակագրությունը համադրենք նախորդ տարվա ունեցած իրավիճակին, գրեթե մոտենում ենք անցած ամբողջ տարվա կտրվածքով սպասարկման ծավալներին։ Լազերային տպագրման սարքերի մասով այսօր չզեկուցվող հարցով ունենք համապատասխան ֆինանսական հատկացում, որ մեզ թույլ կտա արդեն ունենալ մատակարարումը այս տեսանկյունից եւ օրական 1000-ի փոխարեն սպասարկել օրական 2000 նույնականացման քարտի տրամադրման աշխատանքներ։ Ասեմ նաեւ, որ այս պայծրությամբ նաեւ ՊԵԿ-ի մեր գործընկերների հետ ենք համատեղ աշխատում, որպեսզի անդադ ֆիլտրենք այն անձանց ցուցակը, որոնք որ նույնականացման քարտ պիտի ստանան հայտարարագրման կոնտեքստում, բայց նշեմ, որ այս համակարգը գնալով պիտի ավելի կատարելագործվի եւ կառավարությունը ջանքեր չի խնայել հենց այս տրամաբանությամբ եւս, քանի որ ունենք հաջորդի սպասարկվող նոր փուլ, մենք պետություն մասնավոր գործընկերության ձևաչափով նույնականացման քարտերի, անձնագրերի մասով նոր սխեմա ունենք եւ կնքված արդեն իսկ պայմանագիր եւ հենց այս պայմանագրի գործարքի տրամաբանության մեջ կկարողանանք նույնականացման քարտն արդեն իսկ պարտադիր դարձնել մեր քաղաքացիների համար, բայց կապելով դրանք անպայմանորեն հանրային տարբեր ծառայությունների մատուցման հետ, որպեսզի կարողանանք նաեւ խրախուսել նույնականացման քարտերի ընդհանուր շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում։ Շնորհակալ եմ Տիկին Սարգսյան, բայց դուք ստիպեցիք, որ մի թվայով էլ խոսեմ, մի հանելուկ, որը ես այս վերջերս ինձ համար արձանագրեցի եւ ունեմ դրա լուծման իմ պատկերացումը կամ հանելուկի լուծման, որովհետեւ երբ որ մենք համընդհանուր հայտարարագրման համակարգ ներդրում էինք, պարզեր որ մեզ պետքա լինելու 400-500 հազար նույնականացման քարտ,
Բայց 2025 թվականի հունվարի դրությամբ մեր նույնականացման քարտերի թողունակությունը ամիսը ինչքան, ամիսը մի 10,000, այսինքն որ մենք ակնհայտ է հունվարի 1-ի դրությամբ գիտենք, որ եւս 400,000 մարդ պետք է նույնականացման քարտ ունենա եւ որպեսզի համընդհանուր հայտարարագիր լրացնի, բայց մենք ունենք ամիսը 10,000 նույնականացման քարտի թողարկման հնարավորություն։ Եվ ես էլ դրա մասին իմանում եմ բնականաբար ուշ, եւ ես մտածում եմ, ասում եմ լավ, ոնց կարա, որ դեպքում կարա պատահի սենց, որ մենք որոշում ենք կայացնում, որ 400,000 մարդ պետք է ունենա նույնականացման քարտ, բայց մեր թողունակությունը 10,000 է։ Չէ, բայց ինչի, պարզա պրինտեր չունենք։ Եվ գտել եմ այդ հարցի պատասխանը, որովհետև ես համոզված եմ, որ շատ մեր հարգելի գործընկերներ մտածել են, ասել են, դե հա որոշել են, հո չեն անելու, հեսա կգա հունվարի բանը, դեկտեմբերի 31-ը եւ կհետաձգվի այս որոշման ի կատարածումը, դե որովհետև քաղաքական վիճակը նենց է, այս հաջորդ տարի ընտրություններն են, այս կառավարությունն էլ հո բան չի, տենց կգա, կգնա եւ չեմ թաքցնում, այդ ընթացքում տասնյակ առաջարկներ եմ ստացել, որ եկեք այս հետաձգենք եւ նորություն չի։ Ցանկացած բան եւ այս վերջերս ես նամակ եմ գրել մեր մի շարք գործընկերների, որ ասել եմ, որ եթե հետաձգելու աշխարհի առաջնությունը լինի, մեր կառավարությունը կբռնի առաջին տեղը բացարձակ համաշխարհային ռեկորդով, ասենք, ինչքան մեդալ կա կհավաքենք։ Դրա համար է տենց, որովհետև մտածում ենք դե որոշումա, մարդիկ դժգոհ են լինելու, Էստոնիայի մի միջավայրից հարցրեցի, մարդիկ գոհ էին, որ նույնականացման քարտը պարտադիր է, նայում են, ասում են, պարզա, որ գոհ չեն, բայց այդ չի տրամաբանությունը։ Մենք ցանկացած որոշում, որ մենք խորը համոզված ենք, որ դա պետության շահերից բխող, քաղաքացիների շահերից բխող երկարաժամկետ ռազմավարական որոշում է, հա մենք որոշում ենք, եկեք մի հատ վիճակագրություն անենք։ Հա ինչքան ժամկետը մոտենում է, կամաց հետաձգենք, երևի հետաձգենք, ճիշտ է հետաձգելն է, երևի հետաձգենք, թողենք բանը, ու գալիս է ցիկլը, տոները անցնեն, մայիսը անցնի, ամառը անցնի, սփխեչը անցնի, զատիկը անցնի, Սուրբ Ծնունդը անցնի, Նոր տարին անցնի, պրոբլեմն է, որ եւ սփխեչը, եւ զատիկը, եւ նույնիսկ Նոր տարին ամեն տարի կա։ Ամեն տարի, հասկանում եք, ու հետեւաբար ընդ որում տարին ամեն սեզոնին մենք ունենք տենց մի հատ հետաձգելու բան։ Հարգելի գործընկերներ, ես ասում եմ, չի հետաձգվելու ոչ մի բան, չի հետաձգվելու։ Բացարձակապես, այս պահին ինչ ուժի մեջ է ոչ մի բան, այլևս ոչ մի հետաձգում։ Որ նախարարը եկավ ասեց հետաձգենք, ավելի լավ է հրաժարականի դիմում գրի։ Ասում եմ ամենայն լրջությամբ, չգաք ասեք հետաձգենք։ Չկա հետաձգում։ Լավ, մի անգամ կարելի է, երկու անգամ կարելի է, 3 անգամ կարելի է, 10 անգամ կարելի է։ Ինչքան կարելի է հետաձգել անընդհատ։ Այն որոշումները, որոնք կայացված են, կայացնելիս պետք է մտածենք այդ որոշումների մասին։ Կայացնում ենք, հետո պարզվում է, որ չի լինի իրականացնել, բայց ինչ են կայացրել որոշումները։ Ո՞վ է կայացրել որոշումը։ Ինչի համար է կայացրել որոշումը։ Ու մենք սենց բաների մասին չենք խոսում, պետք է խոսենք սենց բաների մասին, որովհետև ամեն ինչ, բացարձակ ամեն ինչ կարելի է հետաձգել, բացարձակ ամեն ինչ, ու միշտ էլ լեգիտիմ պատճառներ կգտնվի։ Շատ լավ։ Հիմա մենք նույնականացման քարտերի հետ կապված պրինտերներ այսօր որոշում կայացնում ենք, եւս 2 հատ պրինտեր ենք բերում, որ նոյեմբերին հասցնենք այդ ամեն ինչը անենք։ Հա? Չէ, մրցույթ։ Մրցույթ էս անգամ շուտ ենք։ Մրցույթով ենք արել, թե մեկ անձով ենք արել։ Մեկ անձով ենք արել, որովհետև հրատապ եւ ժամանակ չկա, որովհետև ուշ ենք գլխի ընկել, որ տենց հարց կա։ Լավ, ամեն դեպքում։ Բայց էս է ճանապարհը, մյուս կողմից ես չեմ ուզում, որ մենք բան անենք, էլի տենց։ Էս է ճանապարհը,
ուրիշ ճանապարհ չկա։ Պետքա գնալ, տեսնել, հանդիպել խնդրին, լուծել խնդրը եւ գնալ առաջ։ Ուրիշ էդ էլ եմ ուզում արդարացիորեն ասել։ Չկա, իսկապես չկա ուրիշ ճանապարհ, որովհետեւ абստրակտ պլանավորումը ուրիշ բան է, այդ абստրակտ պլանավորածը գետնի վրա դնելը բոլորովին ուրիշ բան է։ Եվ դա նորմալ գործընթաց է, այո, մենք ուղղակի պետքա լինենք հետևական այդքան բան։ Ու գտնենք հետևական եւ ստեղծագործա կան։ Պետքա ստեղծագործ վերաբերվել հարցերին։ Եվ ես ասում եմ, ինչ որ հայտարարել ենք, որ պետք է անենք, ոչ մի բան չենք կարող ուղղակի հետաձգենք։ Եկեք այն ինչ որ չենք հայտարարել, որ պետք է անենք, եւ պետական բյուջեի ամենատարբեր խորշերում, ասենք բան պետական բյուջեում էլ կան, էլի, լճակներ կան, ասենց, որ ասենք 40 տարի այդ լճակը արդեն ճահիճ դառած, տենց լրված մնացել է։ Ամեն տարի բյուջետային քննարկումների մենք տասնյակ տողեր ունենք, ընդ որում դրանք պարտադիր տողեր չեն, համոզով ես տենց էլ չեմ կարող գտնեմ մեխանիզմը, ոնց գտնենք այդ լճակները մեր պետական բյուջեի, որ ինչ չլինի, ավելանա, պակասի, իրանք իրան ճահճի մեջ sense նստած։ Հանդարտ ապրում են եւ գիտեն ինչ անեն, որ իրանց ոչ մեկ չնկատի, ոչ մեկ բաց, ոչ լավ ասեն, ոչ վատ ասեն, ոչ մի բան։ Նույնիսկ չգիտեն, չիմանան իրանց հիմնարկի տեղը ընդհանրապես։ Ես համոզված եմ, մեր երկրում տասնյակ պետական հիմնարկներ կան, որտեղ տնօրեններ կան, որոնք մոտավորապես վերջին 60 տարի խորհրդային միջնա փլուզվել, հետո բան ա եղել, հետո իշխանափոխություններ են եկել, կառավարություններ են եկել գնացել եւ ես համոզված եմ, որ իրանք վերջին անգամ ուրիշ պետական պաշտոնյա տեսել են իրանք նշանակման օրը։ Միջև իրանք մենք իրաց գոյության մասին նույնիսկ չգիտենք, որ տենց հիմնարկներ կան։ Անկեղծ եմ ասում, չէ՞ Գիտեք չէ որ տենց է, բայց խնդրեմն այն է, որ հիմա էլ ուզում ենք բանով, ԱՑ-ով, ոստիկանությունով գտնենք այդ հիմնարկները, չենք կարողանում գտնենք։ Այնպես խորը կոնսպիրացիա է, որ չենք կարողանում։ Գտնենք իրանց բյուջետային տողերը, գտնենք, որ ջնջենք այդ տողերը, չի ստացվում, ոչ մի կերպ չի ստացվում։ Շատ լավ։ Սա կեսկատակ է, բայց ընդամենը կեսկատակ։ Շատ լավ հարգելի գործընկերներ կան այլ դիտարկումներ։ Եկեք ավելի լավա պետք չի։ Համեցեք հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը։